Բարև ձեզ, եղբայրցիներ ջան, ո՞նց եք։ Որ ուզում եք իմանալ Փարոզ արշավը ոնց է անցնում, երեք Աշոցքում սրտահարվել ենք, այսօր Կոտայքում արևը հարվել, բայց այս արևը շատ հաճելի է, ինչ եղվարդը եղել ենք Պրոշյանում, Քասախվում, ու գիտեք ինչ էի ուզում, հատկապես ինչի վրա էի ուզում ուշադրություն դարձնել, համ Քասախը, համ Պրոշյանը հայտնի են նրանով, որ մեր շատ սփյուռքահայեր հայրենադարձվել են, ապրում են այդտեղ։ Գիտեք, մեր ծրագրի ամենակարևոր կետերից մեկն էլ Սփյուռքի հետ հարաբերություններն են, Սփյուռքի հետ կապերն են, որովհետև Հայաստանը այլ պետություն է Սփյուռքով ու լրիվ այլ հզորության պետություն է առանց Սփյուռքի։ Մենք ո՞նց ենք պատկերացնում մոդելը, որ իրար հետ պիտի աշխատենք, այ ո՞նց են Պրոշյանում, Քասախում, տենց համերաշխ իրար հետ ապրում, իրար կարողությունները համադրված նպաստում նրան, որ մեր խնդիրները լուծենք, այլ տենց էլ պետական մակարդակով։ Արցախից հետո իրոք մենք կարիք ունենք գաղափարի, որ մեզ բոլորիս միավորում է։ Առաջ հայկական որ համայն գնում էր Արցախին ուղղված ծրագիր կար, ու այդ ամեն ինչը մեզ միավորում էր, բերում էր մի միասնական դաշտ։ Հիմա այդ չունենք։ Մեր ծրագրում դրա համար հատուկ կետ ունենք։ Ծրագիր ունենք Հայաստանում ծնելիությունը ավելացնելու ու համահայկական ծրագիր իրականացնելու դրա համար, որ ծնելիությունը ավելացնենք հատկապես բնակավայրերում։ Հարցազրույցը ավելի բարձր են տալի, քան միկրոֆոնով իմ խոսքն է, բայց Սփյուռքը, մենք Սփյուռքով իսկապես այլ հզորության պետություն ենք, առանց Սփյուռք այլ կարողությունները էապես ավելի քիչ են, բայց հիմա ինչ են անում, ժողովուրդ ջան, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար մուտքը արգելում են սփյուռքահայերի։ Սփյուռքն էլ նեղանում է արդյունքում, էլ չես կարողանում կարողություններ այնպես անել, որ համատեղ ծրագրեր կարողանանք իրականացնել, մի թիրախների հարվածենք։ Ու այս Սփյուռքի ոնց որ եկեղեցու դեմ արշավը, ոնց որ հերոսների դեմ արշավը, ոնց որ նախագահների դեմ արշավը, նենց էլ Սփյուռքի դեմ արշավը, որ դուք հարցնեք ում է պետք է աշխարհում, պետք է Ալիևին, Էրդողանին ու այդ անումա Նիկոլը։ Այսինքն մենք ունենք ղեկավար, որ անում է այն, ինչ որ կաներ Ալիևը ու Էրդողանը, եթե այս երկիրը ղեկավար էր։ Այս պատկերն է, որ մենք հունիսի 7-ին պիտի փոխենք, բայց բոլոր բնակավայրեր, որտեղ գնում ենք, նույն բանն ենք ասում։ Մենք պատրաստ ենք, ամեն ինչ անում ենք, պետք լինի կարևահարվենք, պետք լինի կցրտահարվենք, բայց մենակ չենք կարա։ Այսքանով էլ չենք կարա։ Ձեր հարևանները, ձեր բարեկամները պետք է համոզել։ Պետք է համոզել, որ գնան ընտրության։ Ամսի 7-ին այս հիստերիայի վերջը կարանք տանք։ Էլ կին մեր ղեկավարը չի քաշքշելու փողոցներում, էլ եկեղեցու վրա չի հարձակվելու, էլ սփյուռքահայերի մուտքը չի արգելելու։ Այսինքն այս քաոսի, այս հիստերիայի, այս լաչառության վերջը պիտի տանք։ Նորմալ բանակցող պիտի ունենանք, նորմալ մարդ պիտի ընտրենք, որ կարողանում է գնալ բանակցել։ Ու որ եզրափակեմ փոխանցեմ գործընկերոջս, գիտեք, այսօր առաջին անգամ էր դեպքը, բայց Նիկոլ Փաշինյանը sense հիստերիկ, որ շրջում է Հայաստանով մեկ, Երևանում տենց պատկերներ է ստանում, իր ռեյտինգը ընկնում է դրանից, որոշել են, որ ինչ անեն այդ իրավիճակից, որ դուրս գան, ասել են երևի մեկն այնտեղ Տարոն Չախոյանը կլինի, չգիտեմ Տիգրան Ավինյանը, ասել է մի հատ լավ միտք ունեմ, եկեք մենք է սադրիչներ ուղարկենք, թող բանը, ընդդիմադիրների Փարոզ արշավը փորձեն խանգարել, տենց պատկերներ ստանանք։ Ժողովուրդ ջան, այս երկրում ուրիշ Նիկոլ Փաշինյան չկա, ուրիշ հիստերիկ չկա, ինչքան սադրիչ ուղարկեն, ոչ ոք չի սադրվելու, այս մարդը չի սադրվել Ալիևի հետ բանակցություններից, Նանե Իսրայելյանից հաստատ չի սադրվելու, այդքան մի փորձ իզուրան լինելու ձեր ջանքերը, տենց հուսատ փորձեք մի արեք, այդ ֆոնին դուք ավելի վատ եք երևալու, որովհետև մի կողմից երևալու է հավասարակշիռ թիմ, ով անգամ սադրանքներին է հավասարակշիռ արձագանքում, մյուս կողմից երևալու եք դուք, որ չեք հանդուրժում թեթև քննադատություն ձեր սպանած երեխեքի հարազատներից, այդ եք դուք, այդ ֆոնին դուք ավելի վատ եք երևալու, նենց որ այնքան ակնհայտ է տարբերությունը, այնքան ակնհայտ է ընտրությունը, դրա համար ենք ասում, որ հունիսի 7-ին Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետք է ընտրել Հայաստանը, հունիսի 7-ին 16-ի ու 17-ի միջև պետք է ընտրել 17-ը, հունիսի 7-ին համար 17-ին